2024 թվականին քննվել է 478 քրեական գործ անչափահասների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ։ Տվյալը իրավապահ կառույցի անցած տարվա գործունեության ամփոփման ժամանակ ազգային ժողովին է ներկայացրել քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանը։ 2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 311 վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 311 քրեական վարույթից 300 նախաձեռնել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 7 ստացվել է այլ մարմիններից։ 478 քրեական վարույթից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 78 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 163-ը կարճվել է, որից 67-ը ռեաբիլիտացնող, 96-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Գործերը հիմնականում վերաբերում են ծանր մարմնական վնասվածքներին, սեռական ոտնձգություններին, ավազակային հարձակումներին, գողություններին ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Վերջին ժամանակաշրջանում մահագնացել են բանկային խարդախությունները, որոնց առիթով ահազանգերը բազմաթիվ են։ Պողոսյանը ներկայացրեց նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող կոնկրետ գործերի վերաբերյալ մանրամասներ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի հանդեպ մահափորձ է կատարվել։ 4.5 տարի է գործը բացահայտված չէ։ Նրա խոսքով առաջին 1-ից 2 ամիսների ընթացքում մի քանի տասնյակ հոգու դեմ քրեական գործը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան։ Ներկապահին արդեն կան մեղադրական դատավճիռներ։ Ներկայումս հավաստիացնում եմ, որ այս շաբաթ հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարում է պլանավորումը, անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց, չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Առանձնահատուկ շեշտադրում արվեց նաև ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի քննության վրա։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի 735 վարույթ կարճվել է։ Դատարան ուղարկվել են 400-ը։ Միշտ չէ, որ գործերը բացահայտվում են։ Փորձը ցույց է տալիս, որ բավականին ակտիվ հենց այդ բռնության զոհերը ըստ էության իրենք են բարձրաձայնում։ Իրենք են բարձրաձայնում, նաև օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, դուք գիտեք, որ այս դեպքերը մասնավոր մեղադրանքի հետ կապված քրեական վարույթներից տարանջատվել են եւ անկախ քրեական հայց ներկայացնելուց դատախազը հայց քրեական վարույթ հանձնարարում է քրեական վարույթ նախաձեռնել եւ նման դեպքերը շատ են, այսինքն այս առումով կարծում եմ նաև մենք բավականին դեպքեր ունենք, երբ որ տուժող մեր խնդիրը հետեւյալն է, մենք որպեսզի առավելագույնս քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած տուժողի շահերի պաշտպանությամբ, անվտանգության միջոցներով եւ այլն, որպեսզի այս տուժողը բռնության զոհը ավելի անկաշկանդ լինի եւ չտրվի այլ ճնշումներին, որպեսզի հնարավոր անօրինական ազդեցությունը այս անձի նկատմամբ մենք չեզոքացնենք։ Մեր խնդիրը սա է։ Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնեց, թե ինչ գույք է պահանջում բռնագանձել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից։ Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ներկայացվեցին նաև գործերով խափանման միջոցների վերաբերյալ տվյալներ։ Ըստ Վարդապետյանի 2024 թվականի ընթացքում հազարավոր վարույթներից միայն փոքր տոկոսի դեպքում է դատարան ներկայացվել կալանքի միջնորդություն։ 2024 թվականին նախաձեռնված 58895 քրեական վարույթից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2282 միջնորդություն է ներկայացվել դատարան, բավարարվել է 2013-ը։ Եթե թվերը պարզ համադրեք իրար, մաթեմատիկական հաշվարկ իրականացնեք, ապա կտեսնեք, որ նշված վարույթներից 3.8%-ով է ընդամենը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել դատարան։
Քննիչների ծանրաբեռնվածությունը, բարդ բազմադրվակ գործերի եւ քննության ընթացքում անչափահասների կամ տուժողների շահերի լիարժեք պաշտպանությունը շարունակում են մնալ մարտահրավեր, սակայն եւ քննչական կոմիտեն եւ դատախազությունը վստահեցնում են, ինչպես ընթացիկ, այնպես էլ հնչեղ գործերով շուտով կլինեն նկատելի արդյունքներ։ Աննա Հարությունյան, Renews Armenia։